Այսօր ընդդիմադիր որոշ շրջանակներ շարունակում են բարձրաձայն գոռալ, թե Հայաստանում իբրև թե քաղբանտարկյալներ կան։ Սակայն ամենաուշագրավը այն է, որ ոչ մի միջազգային կառույց, ոչ մի հեղինակավոր իրավապաշտպան զեկույց նման պնդում չի հաստատում։ Փաստերի բացակայությունը նրանց ևս չի խանգարում եւ փոխանակ ճշմարտության հետ առերեսվելու հիմա էլ հենց այդ կառույցներին են մեղադրում աշխարհաքաղաքական շահերով առաջնորդվելու մեջ։ Սա արդեն ոչ թե քաղաքական պայքար է, այլ մարդկանց մոլորեցնելու բացահայտ փորձ։ Իսկ հարցը դեռ մնում է անպատասխան։ Ում են փորձում խաբել։ Իրենց կողմնակիցներին, ժողովրդին, թե իրենք իրենց։ Եվ վերջապես ինչի են ուզում հասնել նրանց միտումներով։ Բայց ամենավատն է, որ այդ նույն քաղաքական ուժերը այսօր հայտարարում են, թե իբրև Նիկոլ Փաշինյանը երբևէ քաղբանտարկյալ չի եղել։ Սա արդեն բացարձակ սուտ է։ Մարդու իրավունքների եվրոպական դատանի վճիռը ուր մոռացան։ Այդ վճռում հստակ արձանագրված է, որ մարտի 1-ի իրադարձություններից հետո իշխանությունը իրականացրել է ապօրինի հետապնդումներ անմեղ քաղաքացիների, հանրահավաքների առաջնորդների նկատմամբ։ Այդ մարդիկ իրական քաղաքական հետապնդումների ու ճնշումների զոհեր էին, եւ նրանք հենց քաղբանտարկյալներ էին պետական համակարգի հրահանգով։ Հետևաբար նման կեղծիքների տարածումը ոչ միայն անպատասխանատու, այլ նաև ամոթալի պահվածք է։ Թասիբ ունեցեք։ Մարդասպանության պատասխանատուներին պաշտպանելով դուք ոչ թե պաշտպանում եք քաղաքական գաղափար, այլ արդարացնում եք նրանց գործած հանցագործությունները, իսկ եթե արդարացնում եք, ապա փաստորեն նրանցից ոչնչով չեք տարբերվում։ Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, վերջին օրերի իրադարձությունները ապացուցում են, որ Հայաստանի հոգևոր կյանքը նորոգելու եւ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին կտրիչի կլանից ազատագրելու վարչապետի եւ մի շարք հոգևորականների ջանքերը արդարացված են։ Հայաստանում այս օրերին տեղի է ունենում հոգևոր զարթոնք, տարբեր մարզերում եւ բնակավայրերում վարչապետի մասնակցությամբ Սուրբ եւ անմահ պատարագին մեծ խանդավառությամբ են մասնակցում նաեւ քաղաքացիները եւ կարելի է ասել օրորի պատարագին մասնակցող մեր քաղաքացիների թիվը այս առումով ավելանում է։ Եկեղեցին իրենց անձնական կրքերի, բիզնես պրոյեկտների, պետության դեմ խարդավանքների էպիկենտրոն դարձրած կրոնական խունտայի ու մեծ առումով կտրիչ ներսիսյանական անաստվածության ու հակաքրիստոնեական դարաշրջանի ավարտն անխուսափելի է։ Երեք բարձրաստիճան հոգևորականի կոչումը գետնով տված մեկը, ով դեռ 30-ի ասուլիս տալու խոսում է մեր իշխանության լեգիտիմության մասին, ու սա այն բանի ֆոնին, երբ ընդամենը 3 օր առաջ Մայրաթոռում տեղի ունեցած երկու կարևոր իրադարձություն ցույց տվեցին կտրիչի լեգիտիմության զրոյական մակարդակը։ Նախատեսված էր Գերագույն հոգևոր խորհրդի ժողով եւ դրան զուգահեռ Մայրաթոռի բակում պետք է տեղի ունենար հավաք ի պաշտպանություն կտրիչ Ներսիսյանի, սակայն երկու միջոցառումներն էլ ձախողվեցին։ Առաջինի դեպքում հոգևոր խորհրդի անդամները չներկայացան եւ նիստը չկայացած, իսկ երկրորդի դեպքում էլ, ինչպես տեսակ, հանրությունը պարզապես չգնաց կտրիչին աջակցելու։ Այս երկու ձախողումները խոսում են այն մասին, որ եթե կտրիչը նախկինում ապա լեգիտիմ էր հանրության շրջանում, ապա հիմա նա կորցրել է իր լեգիտիմությունը նաեւ ներսում բարձրագույն հոգևոր դասի շրջանում։ Ավելին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների քվեն ստացած իշխանությունների լեգիտիմությունից խոսող անձին պետք է ասեմ, որ 10 հոգևորականների հայտնի հայտարարության մեջ կասկածի տակ է դրվում նաև կտրիչ Ներսիսյանի ընտրության լեգիտիմությունն ու օրինականությունը, մեջբերում հայտարարության այդ հատվածից։ Շատ ենք ցավում վերջին ամիսներին մեր եկեղեցու ներսում եւ մեր եկեղեցու շուրջ արկա անառողջ մթնոլորտի համար, որը փոթորկում է մեր բոլորի հոգիները։ Այս ամենը գուցե չլիներ, եթե ուշադրություն արդար առանց ահաբեկումների լիներ 1999 թվականի կաթողիկոսական ընտրությունները, մեջբերման ավարտ։ Սա ուղիղ մեղադրանք է այն մասին, որ 1999 թվականին կտրիչի ընտրությունը կաթողիկոսի պաշտոնում տեղի ունեցել կեղծիքներով, ահաբեկումներով եւ բռնության ուղեկցությամբ, ինչի վրա հրավիրում եմ մեր բոլորի, այդ թվում նաեւ իրավապահների ուշադրությունը եւ սա համարում եմ հաղորդում հանցագործության մասին։ Հարգելի հայրենակիցներ,
Քաղաքացու եւ պետության անվտանգության մասին պատկերացումներ կազմելու համար առաջին հերթին դիտարկում է պետական բյուջեի անվտանգությանը վերաբերող դրույթները։ 2026 թվականի ռազմական բյուջեի մասին կառավարության պատկերացումները երկու զուգահեռ իրականությունում են։ Մի կողմից ֆինանսական եւ մարդկային ռեսուրսի կրճատումների, մյուս կողմից սինխոստումների ու ընտրական ակնկալիքների։ Իշխանությունը երկրի անվտանգության ապահովման հիմքում դրել է երկու սկզբունք՝ սպառնալիքներն ամեն գնով չտեսնելու եւ ակնհայտը մերժելու։ Կառավարության հայեցակարգը մարդուն ի սկզբանե դատապարտվածի կարգավիճակում է դրել, որը գալիս է քաղաքացու ականջի շշնջալու, որ հայ ժողովուրդը հաղթելու շանս չունի, ու այդ պարագայում առանձնապես կարևորել չէ, թե ռազմական բյուջեն որքան է կազմում կամ բանակը կրճատվում է, թե ոչ։ Բանակը, որը սեփական իշխանության կողմից հռչակվել է 5-րդական կառույց, իսկ հայրենիքի պաշտպանի առաքելությունը վերածվել է զուտ վարձու աշխատողի, այն պարզապես ապագա չունի։ Մարդու ֆիզիկական ներկայությունը, զինտեխնիկայի սպառազինության առկայությունը ու նույնիսկ բարձր աշխատավարձը միասին վերցրած անկարող են հաղթել, եթե պրոցեսում բացակայում է մարտական ոգին, բարեհոգեբանական անհրաժեշտ մակարդակն ու ներհասարակական համերաշխությունը։ Այսպիսի վիճակի մեղավորը օրը 24 ժամ, տարին 12 ամիս, տարվա բոլոր եղանակներին ծանր իրավիճակում մարտական հերթապահություն կրող զինվորը, սպան կամ հրամանատարը չեն։ Դա այն իշխանությունն է, որն իր հույսն ու երաշխիքը տեսնում է իրեն ցեղասպանողների խոստումներում։ Կա բանակ իրական բարեփոխումների ռելսի վրա դնելու, բանակն իր ֆունկցիոնալ վիճակին բերելու եւ զինծառայողի անհրաժեշտ դերը հասարակության մեջ առաջին պլան բերելու հնարավորություն։ Միանշանակ կա։ Հնարավոր է արդյոք վերականգնել բանակի, ինչպես ուզում եք անվանել, պաշտպանողականությունը, մարտունակությունը կամ մարտական խնդիրները կատարելու արդյունավետությունը։ Միանշանակ կա։ Հնարավոր է արդյոք դրան հասնել այս իշխանության հետ կամ նրա պաշտոնավորման պայմաններում, բնականաբար ոչ։ Այս իշխանությունը մաշեցրել, թուլացրել եւ մշտական թիրախ է դարձել բանակն ու դրանով անհնարին դարձել այն արդիականացնելու, բարեփոխելու եւ իր լավագույն մարզավիճակին բերելու հնարավորությունը։ Ես պարոն Աբրահամյանին խորհուրդ եմ տալիս այնուամենայնիվ վերանայել իրենց տեքստերի բովանդակությունը, որովհետեւ հնարավոր չէ նույն տեքստերը 5 տարի շարունակ նույնաբովանդակ լսել։ Մի պատճառով, որովհետև առաջին հերթին դրանք իրականության հետ որևէ կապ չունեն։ Հարգելի գործընկերներ, երեք Մայրաթոռի դիվանապետ Սամվել Խաչատրյանը ասուլիս էր հրավիրել, որը այլ կերպ բնութագրել, քան ստի, փարիսեցիության եւ երեսպաշտության բենեֆիս ուղղակի հնարավոր չէ։ Այս ժամից ավել տևող հարցազրույցի կամ մամլո ասուլիսի ժամանակ, որը իրականում շատ լսողի համար բավականին երկար կարող էր ընկալվել, որովհետև սարսափելի ձանձրալի էր եւ պայմանավորված հիմնավորապես լրագրողների հարցերի բովանդակությամբ, այնուամենայնիվ մեկ հարց հնչեց, որը ուշագրավ էր, եւ այդ հարցի հեղինակը պետք է նշեմ Factor TV-ի լրագրող Նարեկ Կարապետյանն է, ի պատիվ իրեն, վերջը հարցը հնչեց, ասեց, իսկ ինչու չեք արձագանքում կաթողիկոսի երեխա ունենալու հետ կապված մեղադրանքներին, ինչին ի պատասխան դիվանապետը ասում է, որովհետև, ասում է, ես չեմ պատրաստվում այդ հարցին պատասխանել, որովհետև դա գռեհիկ հարց է։ Այսինքն մարդուն ասում ես երեխա ունես, զավակ ունեք թե չէ, ասում է ոչ, դա գռեհիկ հարց է, ես չեմ պատրաստվում այդ հարցին պատասխանել, դա նույնն է, ինչ ես ձեզ հարցնեմ ձեր սեռական կողմնորոշման մասին։ Սա ուղղակի աբսուրդների մի այլ իհարկե աշխարհից է, հարգելի գործընկերներ, ընդ որում զավեշտալին այն է, որ զուգահեռաբար իսկապես գռեհիկ եւ զազրելի այն դրվագին, որը վերագրվում է հենց դիվանապետին, դրա հետ կապված ինքը օր ու գիշեր խոսում է, հերքում, ասում է, ոչ, ես դրա հետ կապ չունեմ, այսինքն ստեղ խնդիր չկա, բայց այ հարցը թե առայն թե կաթողիկոսը արդյոք երեխա ունի թե ոչ, դա գռեհիկության գաղտնիքն է, դրան չի կարելի անդրադառնալ եւ այսուհետ մենք վերջապես կաթողիկոսի
պաշտոնը զբաղեցնողներից կամ իր կողմնակիցներից ինչ որ պատասխան լսեցինք հարգելի գործընկերներ, իսկ պատասխանը լեգալն է, որ այդ հարցը պատասխանատվություն չունի, որովհետև դա գռեհիկ հարց է եւ դրան այլևս պետք չէ անդրադառնալ։ Եվ վերջում հարգելի գործընկերներ, քիչ առաջ հրապարակվեց Ղարաբաղյան հարցի կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթերը, որոնց մի դրվագին ես ընդամենը հասցրեցի ծանոթանալ եւ ինձ մոտ հարց առաջացավ, անկեղծ ուզում եմ հասկանալ մեր ընդդիմությունը ամիսներ շարունակ ինչ էր պնդում, որ դրանք հրապարակվեին, այսինքն քաղաքական մազոխիզմի դրսևորումները անկեղծորեն շատ տարօրինակ են եւ զարմանալի։ Շնորհակալություն։ Սիրելի հայրենակիցներ, վստահ եմ բոլորս պարբերաբար լսում ենք եւ հետո ավելի շատ ենք լսելու աշխատավարձերի բարձրացման մասին, ինչ-որ աննախադեպ նոր բարձունքներ իբրև հաղթահարելու։ Ես խոսելու եմ աշխատողների մեջ շուրջ 25% կազմող աշխատող աղքատների խորացող սոցիալական խնդիրներից։ Մեր այս հայրենակիցները աշխատում են լրիվ աշխատանքային ռեժիմով եւ ստանում են ավելի ցածր ամսական աշխատավարձ, քան նույնիսկ մեկ անձի նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքն է։ Հիմա ավելի պարզ։ Նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը, սիրելի հայրենակիցներ, այն նվազագույն ամսական ծախսն է, որն անհրաժեշտ է մեկ անձի մեկ ամիսը գոյատևելու համար, ոչ թե լավ ապրելու, այլ գոյատևելու։ 2021 թվականին այս իշխանությունը խոստացավ, որ 2026-ին նվազագույն աշխատավարձը պետք է դառնա 85,000 դրամ։ Որպես կանոն այս խոստումն էլ չկատարվեց, փոխարենը անընդհատ խոսում են միջին աշխատավարձի բարձրացումից, իդեպ այստեղ էլ առանց տարանջատելու, որ դրա մի մասը վիճակագրական թվանկարչությունն է, մի մասը ստվերի վարձատրության ստվերի կրճատում, որոնք որ ըստ էության սոցիալական ուղիղ ազդեցություն չունեն, մի մասն էլ իրական բարձրացում։ Բայց հաջորդ տարի նվազագույն աշխատավարձը սրանք փաստեր են եւ թվեր, որոնք չեն կարող կեղծել։ Մնալու է նույնը 75,000 դրամ, շուրջ 7,000 դրամով ավելի պակաս, քան այս տարվա կեսին գրանցված նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը։ 2021 թվականին իդեպ այս տարբերությունը ավելի քիչ էր 2000 դրամ, 68,000 է նվազագույն աշխատավարձը, 70,000 այդ զամբյուղի արժեքը։ Հաջորդը, որ ավելի կարևոր է, վերանայված Եվրոպական սոցիալական խարտիայի, աշխատանքի միջազգային կազմակերպության համապատասխան կոնվենցիայի պահանջներով, որոնք Հայաստանը շատ վաղուց վավերացրել է։ Նվազագույն աշխատավարձը չպետք է պակաս լինի միջին աշխատավարձի 40%-ը։ Այդպես էր 2021 թվականին, այդ հարաբերակցությունը 47% էր։ Իսկ այս իշխանությունը խոստանում էր, որ ել ավելի է լավացնելու աշխատող աղքատների վիճակը, աշխատանքից սոցիալական նպաստից դեպի աշխատանք եւ այլ խոստումներով։ Իսկ հիմա այս տարվա կեսին այդ հարաբերակցությունը 35% է, այսինքն նվազագույն շեմից 5%-ային կետով պակաս։ Այսինքն այս իշխանությունը ոչ միայն չի կատարել իր նախընտրական եւ ծրագրային խոստումները, այլ նաեւ խախտել է հստանձնած միջազգային պարտավորությունները։ Դեպ այս ընթացքում երկու անգամ էլ մերժել է մեր օրենսդրական առաջարկը նվազագույն աշխատավարձն ինդեքսավորելու վերաբերյալ, այսինքն գների աճին համապատասխան բարձրացնելու վերաբերյալ։ Հետևաբար ակնհայտ է, ինչքան էլ խոսեն, առնվազն նախորդ 5 տարիներին աշխատող աղքատների նկատմամբ վարվել է ոչ թե սոցիալական, այլ հակասոցիալական քաղաքականություն, որի հետևանքով նրանց սոցիալական վիճակը փաստացի եւ շոշափելի վատացել է։ Ավարտում եմ։ Իդեպ 2020 թվականին էլ ըստ էության վերացրեցին եկամտահարկի սոցիալական բաղադրիչը համահարթեցնելով եւ այսօր աշխատող աղքատը դուք նոր ելույթ եք սկսում։ Ավարտում եմ։ Եվ այսօր կարևոր բան եմ ասում, Բոլորս էլ կարևոր բաներ ենք ասում։ Եվ այսօր աշխատող աղքատը վճարում է նույն դրույքաչափով եկամտահարկ, ինչ որ տասնյակ պատիկներով անգամ ավել ստացող եկամուտ ստացող մեր քաղաքացիները։ Մեծարգո փոխոսնակ, ես իրականում ուզում եի հանել ելույթս, բայց Տիգրան Աբրահամյանի ելույթին պետք է ամեն դեպքում արձագանքեմ։ Տեսեք, պատիվ ունեմ խմբակցության քարտուղարը, Սերժ Սարգսյանի խմբակցության քարտուղարը էլի եկավ եւ ուրեմն բանակից խոսեց, սպառազինություններից խոսեց, հիմա էլ ոնց որ թե տենց գոհ էր, ոնց հասկացանք սպառազինություններից, հիմա էլ եկել է թե բա մարտական ոգին, բարոյ հոգեբանական
վիճակը պետքա կարգավորվի եւ այս իշխանությունը չի կարող կարգավորել եւ այլն եւ այդպես շարունակ։ Պարոն Աբրահամյան, պատիվ ունեմ, խմբակցության падգամավորներ, Հայաստան խմբակցության падգամավորներ, ձեր նախագահների հետ միասին վարչապետը ձեզ հրավիրել է, որ գաք իրար հետ սիրուն, ուրեմն տեսնեք եւ ծանոթանաք, ուրեմն ռազմարտունաբերության ոլորտում Հայաստանի ձեռքբերումներին, մոտիկից կծանոթանաք նաեւ վստահ եմ մեր զինվորականների մարտական ոգուն եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ ես ձեզ առաջարկում եմ ուղղակի դատարկ խոսելու փոխարեն, ուրեմն մանիպուլացնելու, ստեր գեներացնելու փոխարեն հավաքվեք իրար հետ, մենք կտրամադրենք ձեզ նաև տրանսպորտային միջոց, կուղեկցենք ձեզ եւ կգաք կծանոթանաք եւ ես կարծում եմ, որ դրանից հետո առհասարակ որևէ ասելիք չեք ունենա, բայց դուք չեք գալու, բնականաբար, ինչպես չեք գալիս բանավեճերին, այդպես էլ չեք գալու սպառազինությանը ծանոթանաք, որովհետեւ այդ ամեն ինչի արդյունքում բացահայտվելու է ձեր դավադիր դեմքը։ Այն դեմքը, որը ամփոփված է քիչ առաջ, ուրեմն հրապարակված կառավարության կողմից հրապարակված բանակցային փաստաթղթերի մեջ։ Ձեր դեմքն է, ուրեմն բացահայտվելու։ Թե ինչպես եք մեղրին փորձում փոխանակել լղիմի հետ, ուրեմն թե ինչպես էր, օրինակ Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման ողջ ընթացքում բանակցում 5 գումարած 2, ուրեմն կարգավորման տարբերակի հետ, 1 փուլային տարբերակի հետ, 1 փաթեթային տարբերակի վերաբերյալ։ Իսկն միշտ բանակցություններն այն մասին են եղել, որ դուք ուրեմն պետք է Ադրբեջանին վերադարձնեք տարածքներ։ Եվ էսա ձեր իրական դեմքը, այնպես որ եւս մեկ անգամ ես պետք է այստեղից կրկնեմ Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկը ձեզ 3 նախագահների գլխավորությամբ եկեք եւ մոտիկից ծանոթացեք, թե ինչպես են բանակը զարգացնում, ինչպես են զարգացնում ռազմարտունաբերության ոլորտը, եկեք մոտիկից ծանոթացեք, ինչպես են սիրում հայրենիքը, Հայաստանի Հանրապետությունը, որը դուք այդպես էլ չսովորեցիք սիրել։ Շնորհակալ եմ։ Հարգելի գործընկերներ, ամիսներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 3 նախկին նախագահներին հրապարակավ առաջարկեց իր հետ չբանավիճել սուրոգատների միջոցով, այսինքն իրենց խմբակցության падգամավորների, իրենց կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցների եւ լրագրողների միջոցով եւ գալ եւ բանավիճել կամ լռել առհավետ ներողություն։ Նախկին նախագահները, այսպես կոչված, չգիտեին ինչ անեին, բայց նրանց միջի խելացին Լեոն Տեր-Պետրոսյանը, որը մի փոքր գերազանցում է ինտելեկտով Սերժ Սարգսյանին եւ հատկապես Ռոբերտ Քոչարյանին, գտավ մի հանճարեղ ասելիք եւ ասեց հրապարակեք բանակցային փաստաթղթերը եւ այդպես։ Ի պատասխան բանավեճի հրավերի ասեց դու հրապարակի բանակցային փաստաթղթերը։ Դե ինչ, սիրելի 3 նախագահներ, այսպես կոչված, բանակցային փաստաթղթերը այսօր հրապարակվեցին եւ ըստ էության դուք կամ պիտի գաք Փաշինյանի հետ բանավեճի, կամ լռեք առհավետ, կամ խայտարակ լինեք, բայց իրականում այդ խայտարակ լինելը բոլոր դեպքերում է լինելու, որտեղ որ գաք էլի խայտարակ եք լինելու, ընտրությունը ձերն է, սպասում ենք։